Հարց եմ տալիս ձեզ եւ խնդրում եմ անպայման պատասխանեք, սիրելի քաղաքացիներ։ Հաշվի առնելով, որ ընդդիմությունը ցանկացած մեկին, անկախ նրանից նա մեղադրվում է terrorism պլանավորելու, թե ուղղակի համայնքային փողերը ուտելու ու թե ուղղակի կաշառք վերցնելու մեջ, անվանում է քաղբանտարկյալ։ Չեք կարծում արդյոք, որ եթե 1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ երկրում լիներ նորմալ իշխանություն, երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի փոխարեն լիներ սրտացավ երկրի նախագահ, ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի փոխարեն լիներ սրտացավ ազգային անվտանգության ծառայության պետ ու Նայիրի Հունանյանն ու իր խումբը ձերբակալվեին ու հետո էլ բանտարկվեին մինչև իրենց բուն հանցանքի կատարումը, այսինքն մինչև հոկտեմբերի 27-ի սպանդը։ Արդյոք մերօրյա ներկայիս ընդդիմությունը կամ դրա նախահայրերը քաղաքական առումով չէին բացականչելու, որ Նայիրի Հունանյանն ու իր թիմակիցները քաղբանտարկյալ են։ Խնդրում եմ անպայման պատասխանեք այդ հարցին։ Արդյոք ընդդիմությունը, Դաշնակցությունը, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ մյուսները չէին պնդելու, որ Նայիրի Հունանյանը եւս քաղբանտարկյալ է։ Անպայման մեկնաբանություններում պատասխանեք այս հարցին, ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը։